Սարգիս Խանդանյան։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան, երկու հարց ունեմ ձեզ։ Մեկը դուք նոր դարաշրջան կուսակցության հիմնադիրը եւ նախագահն եք, եթե չեմ սխալվում, կներկայացնեք, թե ինչ գաղափարախոսություն ունի ձեր կուսակցությունը եւ եթե օրինակ եվրոպական քաղաքական ընտանիքների հայտ ներկայացնելիս լինեիք, ավելի մոտ որը կլիներ ձեր կուսակցությանը եւ երկրորդ հարցը ձեր ֆրակցիայի նախորդ տեխնացուն իրավացիորեն նշեց, որ Եվրոպական միության հետ հարաբերություններում Հայաստանը ոչ միայն շահառուի դերում պիտի լինի, այլ նաեւ ինչ որ բան տա գործընկերությանը եւ այդ բաներից մեկն էլ Եվրոպական միության առաքելություններին մասնակցությունն է։ Գիտեք, որ այդ առաքելություններից երկուսը Հայաստանում են տեղակայված, բայց կան աշխարհում մի շարք այլ առաքելություններ։ Ձեր կարծիքով Հայաստան արդյոք պիտի մասնակցի այդ առաքելություններին եւ եթե այո, հատկապես որ առաքելություններին պիտի մասնակցի։ Շնորհակալություն հարցի համար, պարոն Խանդանյան։ Ճիշտ հասկացա ձեր հարցը, որ խոսքը վերաբերում է դիտորդական առաքելությանը, որի գտնվելու ժամկետը երկարաձգվել է մինչև 27 թվականի փետրվար։ Առհասարակ, ինչպես նշեցի սկզբանե, պարոն Խանդանյան, ես միանշանակ կողմ եմ, որ Եվրոմիության հետ Եվրոպական միության կողմից ստեղծված ցանկացած նախաձեռնության մասով Հայաստանի Հանրապետությունը հնարավորինս խորացնի իր հարաբերությունները, բնականաբար դրանով ձեր հարցին պատասխանում եմ, որ այո, կողմ եմ Եվրոմիության դիտորդական առաքելություն կլինի, թե հնարավոր նոր ստեղծվող առաքելություն կամ նախաձեռնություն կլինի, միանշանակ կողմ եմ խորացման ու զարգացմանը։ Կուսակցությունը, տեսեք, մեր գրասենյակն առ այսօր իր գործունեությունը ծավալում է Երկմալյան 6 հասցեով։ Կուսակցության նոր դարաշրջան իմ կողմից չի հիմնադրվել, հիմնադրվել է մեր գրասենյակի տարածքում գտնվող մեր գործընկերներից, մեր ընկերներից մեկի կողմից եւ այս անգամ, երբ որ մենք մեր ընկերներով խորհրդակցեցինք, որոշեցինք մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, քննարկեցի մեր ընկերոջ հետ եւ այսպես ասած այդ նախ բանից ելնելով, քանի որ ժամանակը բավականին կարճ էր, որպեսզի զրոյից նոր կուսակցություն բացվի, գործող կուսակցության վրա կառուցեցինք մեր առաջիկա քայլերը։ Եվ դրա շրջանակներում նաև տարբեր քննարկումներից հետո մեր ընկերների գործընկերների հետ, ովքեր հիմնականում ներկայացնում են հենց մեր փաստաբանական համայնքը, որոշակի անձինք, ովքեր այդ գաղափարները իրար հետ կիսում էինք, նաև ֆինանսիստներ են հանդիսացել եւ հանդիսանում, որոշեցինք, որ դաշինքի կազմով ուժեղ Հայաստան կուսակցության հետ մասնակցում ենք նաև միավորված հայեր։ Կուսակցության հետ դաշինքի տեսքով մասնակցում ենք խորհրդարանական ընտրություններին, ինչի մասով անկեղծ ասեմ, ոչ միայն չեմ զղջացել, այլև հետագան ցույց տվեց, որ հենց առավելապես մեր արժեքային համակարգն ու մոտեցումները համընկնում էր հենց այդ ուժի հետ։ Շնորհակալություն։ Արձագանք։ Արդյոք օգտագործեմ եւս մեկ հարց տամ, որը Եվրոպական միությանը չի վերաբերվում, բայց ավելի լայն եվրոպական տարածաշրջանին։ Պարոն Հարությունյան, ձեր կարծիքով ինչպիսին պիտի լինի Հայաստանի եւ Ուկրաինայի միջև հարաբերությունների բնույթը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ մոտ տպավորություն ստեղծվեց ձեր ֆրակցիայի երկու անդամների դիալոգից, որ եթե դուք կառավարություն ձևավորեիք, գուցե հաջորդ օրը Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզեիք։ Արդյոք բարեկամական են մեր հարաբերությունները եւ ինչպիսին պիտի լինի Հայաստանի հարաբերությունները Ուկրաինայի հետ։ Հարգելի պարոն Խանդանյան, կրկին ձեզ շնորհակալություն հարցադրում անելու համար, արձագանք անելու փոխարեն իմ կարծիքով Հայաստանի Հանրապետությունը բոլոր պետությունների հետ հնարավորության դեպքում պետք է ունենա շատ ջերմ հարաբերություններ, ամեն կերպ որպես կարմիր գիծ խուսափելով որևէ պետության հետ վատ հարաբերություններ ունենալուց։ Կարա հարաբերությունը չլինի օրինակ տարբեր պետությունների հետ նույն կերպ, բայց առնվազն բոլորի հետ պետք է թշնամանք
չունենալ։ Իսկ Ռուսաստանի Ուկրաինայի մասով մեծ ցավ եմ ապրում եւ ինչպես նշեցի, Հայաստանի Հանրապետությունը իրավունք չունի իրեն թույլ տալ այնպիսի գործողություն, որը կարող է իր հարևանի, իր ընկերոջ, գործընկերոջ մոտ առաջացնել տպավորություն, որ նա իր քաղաքականությունը կառուցում է հատուկ մյուսի քաղաքականությանը դեմ։ Այսքանը, շնորհակալություն։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։